Միացյալ Նահանգները եւ Իրանը երկրորդ օրն է փոխադարձ հարվածներ են հասցնում։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ գործողությունների նպատակն է թույլատնել Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա հարձակվելու Իրանի կարողությունները։ Հարվածի տակ է հայտնվել շուրջ 90 թիրախ, այդ թվում հոբ համակարգեր, ափամերձ հսկողության միջոցներ, հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի պահեստներ եւ այլ ենթակառուցվածքներ։ Ըստ իրանական լրատվամիջոցների թիրախավորվել են երկրի հարավային եւ հյուսիսային շրջանները։ Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ ամերիկյան հարվածների հետևանքով երկրի 5 նահանգում զոհվել է 14 մարդ, 78 մարդ վիրավորվել է։ Հարվածներ են արձանագրվել Բանդար Աբասում, Կոնարակում, Ահվազում, Իրան շահրում։ Չաբահարում ամերիկյան գրոհի հետևանքով էլեկտրամատակարարման խափանումներ են եղել։ Աքալայում հարված է հասցվել երկաթգծային կամրջի։ Ըստ Մեհր գործակալության ամերիկյան հարվածներից վնասվել է նաև Թեհրանից Մաշհադ տանող երկաթուղային գծի մի հատվածը։ Ուղևորատար գնացքների երթևեկությունը դադարեցվել է։ Տեղեկություններ կան, որ թիրախավորվել է նաև Բուշերի ատոմակայանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում Իրանին հարվածների բազմաթիվ տեսանյութեր եւ լուսանկարներ է տարածել, նշելով, որ ամեն ինչ կարող է վատթարանալ։ Սա հատուցում է Իրանի կողմից նավերի երեկվա ռմբակոծության համար, եթե դա կրկնվի, ամեն ինչ շատ ավելի վատ կլինի։ Անկարայում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից ԱՄՆ վերադառնալիս Թրամփը հայտնել է, որ հուլիսի 7-ին Հորմուզի նեղուցում 3 բեռնանավի թիրախավորմանն ի պատասխան Վաշինգտոնը շատ ծանր հարվածներ է հասցրել Իրանին։ Նրանց յուրաքանչյուր հարվածին մենք կպատասխանենք 20 հարվածով։ Մենք հաղթելու շատ ձևեր ունենք, բայց ռազմական առումով արդեն հաղթել ենք։ Նրանք շատ են ցանկանում գործարք կնքել։ Քիչ առաջ զանգահարել էին։ Նրանք գործարք են ցանկանում, բայց ես վստահ չեմ, որ արժե նրանց հետ գործարք կնքել։ Չգիտեմ, արդյոք նրանք կհարգեն այդ գործարքը։ Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Թրամփը հայտարարել էր, որ չի ցանկանում գործ ունենալ Իրանի հետ։ Հրադադարի ռեժիմն այլևս ուժ չունի եւ բանակցություններն ավարտված են։ Ի պատասխան ամերիկյան նոր հարվածների Իրանը թիրախավորել է տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաները եւ օբյեկտները։ Հարձակման առաջին ալիքի ընթացքում Քուվեյթում հարված է հասցվել Փեթրիոտ հակահրթիռային պաշտպանության համակարգի կամեկ վիրավոր։ Բահրեյնում թիրախավորվել է վառելիքի պահեստ։ Կատարում էլ ըստ իրանական կողմի խոցվել է արբանյակային ալեհավաք։ Հարվածների նոր ալիքի ընթացքում թիրախավորվել է Քուվեյթը, ինչպես նաև Հորդանանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները։ Հորդանանը հայտնել է 8 հրթիռ խոցելու մասին։ Պայթյուններ են լսվել նաև Իրաքի մայրաքաղաք Բաղդադում գտնվող ռազմաբազայում։ Իրանի արտգործնախարարությունը դատապարտել է Միացյալ Նահանգների կողմից երկրի տարածքին հասցված հարվածները, դրանք որակելով որպես կոպիտ պատերազմական հանցագործություն։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ամերիկյան հարվածներն անպատասխան չեն մնա։ Ամերիկայի Միացյալ Նահանգները դեռ չի հասկացել, որ ճնշումներն ու խոստումների դրժումն այլևս չեն մնում առանց հետևանքների։ Թույլ տվեք հստակեցնել, եթե դուք հարվածեք, պատասխան հարված կստանաք։ Անիմաստ քայլեր մի արեք, այլապես ավելի խորը կընկղմվեք։ Հորմուզի նեղուցը կվերաբացվի միայն Իրանի կողմից սահմանված պայմաններով, ոչ թե Ամերիկայի Միացյալ Նահանգների սպառնալիքների ներքո։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ հայտարարել է, որ ԱՄՆ հարվածները խաթարում են Հորմուզի նեղուցի աստիճանական վերաբացումը։ Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ վերջին 2 շաբաթվա ընթացքում նեղուցով նավագնացությունն ավելացել է 50%-ով այն նավերի համար, որոնք համաձայնեցրել են անցումը։ ԻՀՊԿ-ն նախազգուշացրել է, որ ցանկացած միջամտություն կբախվի ջախջախիչ պատասխանի։ Ռազմական գործողությունների վերսկսման ֆոնին նավթի գինը կրկին բարձրացել է։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել հարվածների կապակցությամբ եւ ապա էսկալացման կոչ է արել։ Ըստ Անտոնիո Գուտերեշի լայնածավալ հակամարտության վերսկսումը կարող է աղետալի հետևանքներ ունենալ տարածաշրջանի երկրների միջազգային խաղաղության ու անվտանգության եւ համաշխարհային տնտեսության համար։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։